Թեման այսպիսին էր սեմինարի կրոնից ազատություն, չէ, կամ կրոնից դեպի ազատություն, երբեմն հայերենում բութը դեպի հորովպոր տղեն է, էլի դեպի բառի, չէ, գերականության մեջ այդպես է։ Հիմա կրոնից ազատություն, այսինքն ինչ է կրոն, ինչ է ազատությունը, Տեր Հիսուս Քրիստոսը մեզ ինչից է ազատել, արդյոք քրիստոնեությունը կրոն է։ Եթե դուք կարդաք օրինակ մարդկանց կյանքերը, որ ովքեր իրանք են ճանաչված մարդիկ, ովքեր Google-ի մեջ իրանք կան, իրանք կյանքը, իրանք կենսագրությունը եւ այլն, որ կա, այնտեղ մի հատ կետ կա, գրում է կրոնական պատկանելությունը կամ հավատքի դավանանքը, չէ, գրում են քրիստոնյա կամ մուսուլման եւ այլն, չգիտեմ, բայց քրիստոնեությունը կրոն չի, դա տարբերելու համար ենք մենք ասում, ինքը կրոնի դասին պատկանում է որպես անուն, բայց ինքը իր հոգով, իր կյանքով, իր ուղղությունով իր զորությունով, իր շնչելով, արտաշնչելով, իր ապրելով, գործելով ընդհանրապես կրոնի հետ կապ չունի, ասենք, որտեղ նախ պետք է հասկանանք ինչ է կրոնը։ Ես մի հատ ձևակերպում տվեցի այդ մի նախադասությունով։ Իմ համար կրոնը այսպես է նկարագրվում։ Դուք կարող 1000 բան ասեք, 1000-ն էլ լինի ճիշտ, բայց ես փորձել եմ իմ հասկացածով նկարագրեմ ինչ է կրոնը, ինչ է կրոնավոր մարդը, ինչպիսին է լինում կրոնավոր մարդը։ Հավատացի, խոսքս գնում է, ես շատ պետք է լայն խոսամ, խնդրում եմ ուշադիր լսես։ Խոսքը գնում է նրա մասին, երբ որ հավատացյալ մարդը, ես անհավատի մասին չեմ խոսելու այսօր, երբ որ հավատացյալ մարդը, վերստին ծնված է, մարդ ով ունի փրկություն, ստացել է փրկություն, Տեր Հիսուսի արած գործը հասկանում է, բայց ինքը իրան, թե Աստծո պատվիրանքների պահելը, թե եկեղեցում իր ծառայությունները, թե իր մտածելակերպը ավելի շատ իր համար պարտականության ստիպողական հայերեն բառ զորովի տեսանկյունից է արվում ամեն ինչը, քան ներսի ցանկությունով։ Ես այս տեսանկյունից եմ խոսալու, որտեղ կրոնը ինքը նախ վերաբերվում է մարդու արտաքինին, որ մարդը արտաքուստ ցույց է տալիս, կեղծավորություն է անում, խաղում է, բայց նրա ներսը, նրա արտաքին ցույց տվածին ընդհանրապես չի համապատասխանում։ Երբ որ Տեր Հիսուսը փարիսեցիներին հանդիմանում էր, ասում էր դուք կեղծավորներ եք, դուք սենց եք անում, բայց այսինքն դուք արտաքնապես ցույց եք տալիս, բայց ձեր ներսը չի համապատասխանում։ Եվ այս նախադասությունով ըստ իմ հասկացածի այսպես եմ նկարագրում։ Կրոնն այն է, ինչը դու ուզում ես կարծիք կամ տպավորություն ստեղծել դիմացինի մոտ քո մասին դրական առումով, որ դու ներսում չունես, բայց այնպես ես անում, ապրում, խոսում, գործում, որ դիմացինի մոտ դրական կարծիք կամ տպավորություն ստեղծես քո մասին, որ մարդիկ սկսեն քո մասին մտածել լավը։ Ես խոսում եմ հավատացյալի մասին, ոչ թե անհավատի։ Ամեն, անհավատը սենց անենց կեղծիքի մեջ է։ Սենց անենց Աստծուն չգիտի։ Ես խոսում եմ իմ ու քո նման հավատացյալի մասին, կրկնում եմ, մարդ, որը ամեն բան անում է արտաքուստ, ներսը չի համապատասխանում եւ արվելու նպատակն է դիմացինի մոտ ստեղծել լավ, դրական, բարոյական կերպար, տպավորություն, կարծիք, որպեսզի մարդը իր մասին, դիմացինը իր մասին մտածի լավ, մտածի դրական ու ինքն էլ այդպես ինչ-որ օգուտներ ունենա դրա մեջ։ Կարա լինի հոգևոր, կարա լինի նյութական, ես էլի եմ ասել, ինչ լինի թե չլինի, բայց կարծիքի օգուտը կա։ Դու գիտեք կարծիքի օգուտը ինչքան կարևոր է մարդ արարածի համար։ Ձեր կյանքում կան մարդիկ, ովքեր որ ձեզ գովան դրական բան ասեն, դուք այդքան էլ լավ չեք ընդունում էդի կամ ձեր համար սովորական է։ Բայց դուք ու ես մեր կյանքում ունենք հատուկ մարդիկ, միգուցե չես նկատել, բայց հիմա կարաս մտածես ու նկատես, ունենք հատուկ մարդիկ, ովքեր մեր մասին, մենք սպասում ունենք, որ հենց իրանք դրական ասեն մեր մասին։ Մենք իրանցից նույն բանը ես քեզ ասեմ, քո համար կարա լինի 0, բայց դու նույն բանը քո ուզած սպասված մարդուց լսես, քո քեզի թևեր կտա։
Ամեն դու ուզում ես իրանից լսես, որտեղ այդ մարդը ումից ուզում ես դու լավ լսես, քո սրտի մեջ, քո ներսի կշեռքին նստած է որպես լուրջ, կարևոր, ծանր անձնավորություն, եւ դու հենց իրանից ես ուզում էդի լսես։ Ճիշտ եմ, չէ՞ ասում, կա թե չկա։ Ինչ ձեր արևան առավոտ հեռվի քեզի ասի ծնունդը շնորհավոր ես, ինչ լավ օրհնված ես դու, ինչ քո համար մի հատ կարևոր, քո տան անդամը, կինը, ամուսինը, լավ ընկերը, պաշտոնավոր, մի հատ ավտարիցետ, հեղինակություն, լուրջ մարդ քեզի ասի ծնունդը շնորհավոր, ցավը տանեմ, մեռնեմ ջանի, դրանից ուրիշ ձև ես զգում։ Ճիշտ եմ, չէ՞ ասում։ Առակացի մեջ մի հատ համար կա։ Էսի այն բանի համար եմ ասում, էլի, որ ոնց որ նա ցած ինֆորմացիա, զգաստացնող ինֆորմացիա։ Ասում է ամեն մարդ, ուշադիր լսի, իրան գոլացող բերանին թող փորձի։ Այսինքն այն բերանները, որոնք որ քեզ գովում են, ասում է մի հատ փորձի այդ բերանը, մի հատ ջոկի, մի հատ ստոպ տուր, մի հատ փորձի հասկանաս, մի հատ ուսումնասիրի, մի հատ հետախուզի, որևէ ձևով։ Սուրբ Գիրքը մեզ ասում է դա։ Դա շուստրիության, ճարպիկության հետ կապ չունի, դա խելացի խելատ է ավետարանի մեջ։ Ասում է այն բերանը, որ քեզ սկսում է գովել, միանգամից բացատրած եմ ասում, միանգամից մի ընդունի իր խոսքերը, միանգամից մի ասա, վայ, հեսա որ կա, մի հատ ասում է, փորձի իրա գովացող բերանը, փորձի հասկանաս, այս մարդը քեզ ինչի համար է գովում, ամեն, բայց, ինչ եմ ուզում ասել, կանոնավոր մարդու համար, ով որ ներսի մարդ չի, հոգու մարդ չի, իրա ուշք ու միտքը ֆիքսված է իրա արտաքինի վրա, այսինքն հոգևոր արտաքին ունենամ, ձև անեմ, խաղամ, եւ մարդկանց մոտ կարծիք ու տպավորություն ստեղծեմ, որ ես ինչքան լավն եմ, իրան էլ չի հետաքրքրում։ Հասկանում եք ինչ եմ ասում, իրան էլ չի հետաքրքրում, թե այդ բերանը, որ իրան գոված, խի գոված, որտեղ ինքը զուտ ուզում է գովասանք լսի իրա մասին։ Իմ համար, որպես մարդ, մոտիվացիան կարևոր է, ով ինձ ինչի համար է գովում։ Իմ համար, որպես մարդ կարևոր է, այս մարդը անկեղծ է, թե կեղծ է։ Ուր մնաց, որ մեր արարքներն Աստծո առաջ մոտիվացիաները հաշվի չառնվի։ Ինձ ճիշտ ես հասկանում, մի հատ ասա Հայաստան, ես քեզ հասկանում եմ։ Ամեն, համաձայն ես, չէ՞։ Մենք որպես հավատացյալներ, բոլոր հավատացյալների համար Սուրբ Գիրքը Երկրորդ Կորինթացիների 3-5-6 համարներում այսպիսի խոսք ունի, նայեք ինչ ուժեղ խոսք է, խոսքը չի վերաբերվում հովիվներին, երեցներին, ծառայողներին, ավագներին, պաշտոնավորներին, հոգևոր պաշտոնավորներին, խոսքը վերաբերվում է բոլոր հավատացյալներին, նրանք ովքեր հավատացել ու ընդունել են Տեր Հիսուսին։ Ասում մենք մեզանից բավական չենք, բայց ավելի արևելա հայերը բացատրած եմ կարդում։ Մենք մեզանից բավական չենք մի բան խորհելու որպես թե մեզնից, այլ մեր բավական լինելը Աստծուց է։ Լսեցիք ինչ եմ ասում, կրկնում եմ, այսինքն ով այն հոգևոր մարդ այն հավատացյալը, ինքը ինչ որ անում է կամ ուզում է անի, բավական լինել ինչ է նշանակում, որ դու հերիքում ես դրա համար։ Հասկացա՞ք, լավ ասիմ, ամեն, որ դու հերիքում ես այդ գործը անելու համար, քո ուժը պատում է, դու հոգով, սրտով լցված ես, քո կարողությունը հերիքում է, օրինակ, ես չեմ կարող 50 կիլո շտանգ անեմ, բայց մարդկա իր ուժը հերիքում է։ Ինքը այդ 50 կիլոն անելու համար, հիմա Պողոս առաքյալն ասում է, մենք մեզանով հոգևոր, ուշադիր լսիր, հոգևոր պաշտոնի որևէ գործ իզորու չենք, կարող չենք, մեր ուժը չի հերիքում, որ մենք էդի անենք։ Մեր բավական լինելը, այսինքն, որ մեկին ասես, դու հերիքում ես այս գործի համար, քո ուժը պատում է սրա համար, դու այդ զորություն ունես, դու այդ կշիռը ունես, դու այդ տղեն ես, աշխարհիկ լեզվով ասեմ, դու կարաս ես հարցը լուծես, քո ուժը, քո ավտորիտետը, քո խելքը հերիքում է, Պողոսն ասում է, որպեսզի մեր համար այդ խոսքը ասվի ու մենք դա կարողանանք անել, ասում է մեր հերիքելը, մեր բավական լինելը,
Աստծուց է, մենք մեզնից ոչինչ չենք կարող անել։ Ամեն։ Բայց կրոնավոր մարդու համար նա որ արտաքնապես է հավատացյալ, մարդկանց խափում է, ուզում է տպավորություն ստեղծի, որ ինքը լավն է, բայց իր ներսում դա չկա։ Իրան էլ բավական լինելը հետաքրքիր չի, ինքը անում է զուտ, բայց միշտ կան նստած մարդիկ, հավատացյալներ, ովքեր հասկանում են, դու այդ բանը անելու կամ ասելու համար բավական էիր, Աստված քեզ բավական դարձրել էր դա անելու համար, թե դու ուղղակի ինքդ քեզից ինչ-որ բաներ ես անում։ Բարդ եմ ասում, հասկանում ես ինձ ամեն։ Հիմա նայեք 6-րդ խոսքը, ասում եմ, որ մեզ բավական են դարձրեց, բավականը գրկելում են, մեզ հերիք դարձրեց, որ ասում ես ուժես հերիքում է, կարամ անեմ, կարողությունս հերիքում է, մեզ բավական դարձրեց նոր կտակարանի պաշտոնյաներ լինելու, Սուրբ Գիրքն ասում է, որ հավատացյալները պաշտոնյաներ են, ուզես թե չուզես, սա պատգամավորին դուր կգա թե չէ, մարզպետին, գյուղապետին, վարչապետին, չգիտեմ ումը, վարչության պետին դուր կգա թե չի գա, Սուրբ Գիրքը հավատացյալին ասում է, դու պաշտոնյա ես, դու պաշտոնավոր ես, դու ունես հոգևոր պաշտոն, դու նշանակված ես պաշտոնի և քեզ ես եմ դարձրել կարող այն պաշտոնին, որ ես քեզի նշանակում եմ, դրա հետ միասին քեզի կարողություններ եմ տվել, որ դու այդ պաշտոնը կարենաս վարես կամ կատարես։ Ամեն։ Ասում եմ, և այդ պաշտոնին ստեղ ինքը անուն է դնում։ Մի հատ ընդհանուր անուն։ Ոչ թե գրի, այլ հոգու։ Մի հատ ասա, ես հոգու պաշտոնյա եմ։ Ուրեմն Սուրբ Գիրքը խոսում է գրի պաշտոնյայի մասին, և Սուրբ Գիրքը խոսում է հոգու պաշտոնյայի մասին։ Կրոնավոր մտածող մարդը, որ իր համար, այսինքն Աստծո կարծիքը հետաքրքիր չի, Աստծո հոգին իր համար հետաքրքիր չի, ինքը ինչ որակի է անում ծառայությունը իր համար հետաքրքիր չի, մենակ թե անի և մարդիկ ասեն հալելույա, ինքը Սուրբ Գիրքն ասում է, որ ինքը ծառայում է գրի պաշտոնի մեջ, իսկ գրի պաշտոնին ասում է, սպանում է, տեսա՞ր, ասում է գրի պաշտոնը, սպանում է, հոգու պաշտոնը, ապրեցնում է, մենք որ կանչված ենք հոգու պաշտոնի մեջ ծառայելու, մենք իրավունք չունենք գրի պաշտոնով ծառայելու, որտեղ մենք մարդկանց կյանքերի հետ գործ ունենք, և դա կարող է սպանել մարդկանց, իսկ հոգու պաշտոնը, սիրելիներ, կենդանացնում է, երբ որ քեզնից լսում են կենդանանում է, երբ որ դու աղոթում ես կենդանանում են, երբ որ դու նստում ես շփվում ես կենդանանում են, երբ որ դու հաղորդակցվում ես, դու կյանք ես փոխանցում, ոչ թե մահ, եթե դու ստացել ես հոգու պաշտոն, բայց դու գրի պաշտոնով ես ուզում ծառայես, սա չի բռնում իրար հետ, Սուրբ Գիրքն ասում է, սա չի կարա լինի, հասկանում ես, դու պարզապես հրավավոր չանես, ես իմ կողմից խրատ եմ տալիս, ես իմ կողմից ասում եմ դա, բայց հոգու պաշտոնի նշանակված հավատացյալներս, բոլորս, մենք կարողություն ունենք հոգու պաշտոնով ծառայելու, ամեն, հիմա ինչ է տեղի ունենում ստեղ, հոգու պաշտոնով ծառայելու համար և այդպես առաջ գնալու համար, ինձ ու քեզ պետք է մի քանի բաների վրայով անցնել, մի քանի զոհաբերությունների վրայով անցնել, որպեսզի մենք մնանք հոգու պաշտոնի մեջ։ Բայց կրկնում եմ, ամբողջ ասածս ես անդադ ֆռալու եմ սրա շուրջը։ Եթե քեզ հետաքրքիր է լսարանի կարծիքը ոչ թե Աստծո, եթե քեզ ավելի շատ պետք է թե մարդը քեզի ինչ կասի, թե Աստված քեզ ինչ է ասում, դու ծառայում ես գրով, որը, գիտեք իմ համար ցավալին որն է, գիտեք որն է, կարող ասես դե հիմա ինչ կա դրա մեջ, դե հիմա թոթենցելի, բայց ցավալին գիտես որն է, որ լսարանի կամ հավատացյալների մեծամասնությունը, որ օրհնում է, ծափահարում է, այս անում են, անում գովում է, հասկացողությունը պակաս է, սա գրի պաշտոնից ծառայություններ, թե հոգու պաշտոնից, սա իմ համար ավելի ցավալի է, որը խոսում է հավատացյալի
հավատքի հասկացողության ներքին ընկալման մակարդակի, իր հոգևոր զգայունության, հոգևոր հոտառության մասին, որը պակաս է, որ չի զգում, թե այս ծառայությունը, այս պաշտոնը, որ մատուցվավ, դա գրից էր, թե հոգու պաշտոնի ծառայություն էր։ Ոչինչ, որ մեկը գրի պաշտոնից է ծառայում, բայց որ բոլորս կարանք, հասկանում ենք իրար ժողովուրդ, կարող է մի քիչ խիստ է ստացվում այս վերջի Աբրահամի հետի եթերին, ուրիշ եկեղեցուց, հովիվներից մեկ այդ եկեղեցուց զանգեց ասման Արսեն աղբեր, զանգել եմ օրհնեմ քեզ, աղբեր, բայց մի բան էլ ասեմ, ասում է ինչքան դաժան ես դու, բայց ասում են լավ է, դրական առումով դաժան է, ասում է ինչքան դաժան ես աղբեր, քեզ տեց անում, ճիշտ ես ասում, ճիշտ ես անում, դաժան է, բայց մեր իրականությունն է, պետք է փոխվի, ամեն, ես ուզում եմ ծառայել հոգու պաշտոնը, որտեղ Սուրբ Գիրքն ինձ ասում է, Արսեն, դու էլ քո անունը դիր, համարձակ, կապ չունի հիմա ինչ ես անում, եթե դու վերստին ծնված ես, դու հոգու պաշտոնյա ես, ինձ ասում է, Արսեն, դու հոգու պաշտոնյա ես, ես եմ, սենց խոսքա, չեմ եմ ասում, ես եմ քեզի ասում, չէ, հիմա Աստված ասում է, ես եմ քեզի ասում, ով ինչ է ասում, կապ չունի, ես եմ քեզի ասում, դու հոգու պաշտոնյա ես, դու պիտի ծառայես հոգու պաշտոնից, ոչ թե գրի, ուզում ես կենթանանաս, ուզում ես կենթանացնես, ուզում ես կյանք հաղորդես, հոգու պաշտոնից ծառայելն է կենթանացնում, գրի պաշտոնից ծառայելը սպանում է մարդու, դու որն ես ուզում, որ ծառայես, ես անալիզ եմ անում, անկեղծ եմ ասում, տեսեք հիմա ես էլ եմ խոստով անում, ասում եմ Տեր Աստված, ես միշտ անկեղծ ու ազատ եմ խոսացել, ես խնդիր չունեմ մարդկանց առաջ ասելու իմ սխալը, թերությունը եւ այլն, ես գիտեմ, որ կայացած մարդ հետ խնդիրը չունի, ներողություն ասելը կամ զղջում ցույց տալը կամ մարդ իր ստալը ասելը, միակ տաղություն է, դի մեծ մարդ ուժեղ դիլնես, որ կարենաս անես, ես ինձ անալիզ եմ անում, ասում եմ Տեր Աստված, ուզում եմ լիարժեք ազատվեմ այս բաներից, որ ես հիմա այսօր խոսում եմ, ես իմ համար եմ խոսում, ամեն, գրի ծառայությունից, չոր ծառայությունից, որ հոգու պաշտոնից չի լինում ծառայությունը, դու ինքդ հասկանում ես, որ դա հոգու պաշտոնից չէր, դա գրից էր, դու ուղղակի ինֆորմացիա տվեցիր, դու ուղղակի ծառայությունը կատարեցիր, որպեսզի կատարվի հերթական գնա եւ մի հատ էլ մտքիդ մի անկյունում ցանկություն ունեիր, ես էլ արեցիր, խիղճը հանգստացրիր, ծառայությունը կատարում, ես ուզում եմ սրանից լիարժեք ազատ լինեմ, ես ուզում եմ ավելի խորանամ հոգու մեջ եւ իմ ծառայությունները, իմ ապրածը, մեծ ծառայությունը նկատի չունեմ բեմի վրա, այն որ իրար հետ չայ ենք խմում, կոֆե ենք խմում, շփվում ենք իրար հետ, դու այդ վախտել մարդիկ ինձնից քեզնից զգան, հասկանան, տենան, որ այս մարդուց կյանք է գալիս, այս մարդուց օրհնություն է գալիս, այս մարդուց փոփոխություն է գալիս, այս մարդուց ուրախություն ու խաղաղություն է գալիս, Սուրբ Գիրքը մեզ սենց է սովորեցնում, ամեն մարդ, որ կարենա սենց անկեղծ գա Աստծու առաջ, այսօր հիմա վերջում որ աղոթենք, ասի Տեր Աստված, ես սենց ուզում եմ իմ կյանքի մեջ, ես զորով հոգևոր ոչ մի բան չեմ ուզում անեմ, ամեն, հիմա լսի ուշադիր ինչ եմ ասում, 3-8 կգցես մի հատ էլենջան, հիմա նայ, խոսում է պաշտոնների փառավոր լինելու, մեծ ու փոքր լինելու տարբերությունների մասին, նա ինչ է ասում, ասում է, եթե մահի պաշտոնը, գիտեք որն էր մահի պաշտոնը, այն գերի, որ քարերի վրա գրով փորված օրենք ավետարան իմացողները գիտեն ինչ եմ, որտից եմ ասում, ասում է, եթե մահի պաշտոնը, այսինքն Մովսեսը, որ վերցրեց սալի վրա, ստացավ հրահանգներ, փոխանցեց, որ դա պարծենելու էր, գիտեք, լսի, ես սա եմ ասեմ, բայց ուշադրի լսի, մենք տարիներով սովորել ենք այսպես, ես մի քանի տարի առաջ ասել եմ այս միտքը, որ ես, որ ապաշխարեցի, այդտենց սովորալ, տարիներ հետո
որ դու ես կարդում, Աստված խոսում է այդ։ Ասում Մովսեսը իր երեսը այնքան էր փայլում Աստծո այդ հանդիպումից հետո։ Ասում է, որ իր երեսին քով էր գցում։ Չէ՞։ Մենք սա շատ լավ է, բայց մենք սա միշտ քարոզել կամ սովորացել ենք, որպես շատ ուժեղ դրական մի բան։ Թողելի դրական լինի, բայց ինձ ուշադրի լսիր։ Սրանից առաջ խոսքը Չէ, մի քիչ հետո ներողություն, էական չի տեղը։ Ասում է Մովսեսը ինչ նպատակով էր գցում։ Նա չէր գցում, որ, նայեք, մենք միշտ ասում է, նա չէր գցում, որ կարևոր կարենան նայեն իրան։ Հասկանում եք տարբերությունը։ Պողոս Առաքյանը ասում է այս տեքստի մեջ, Մովսեսը իր երեսին քով էր գցում, որպեսզի Իսրայելի որդիները չնայեին խափանվելու բաների վախճանին։ Այսինքն Մովսես ինքն իրան փակում է ու ասում է այն փառքը, փայլը, որ ես նոր եմ Աստծուց ստացել ու դու հիմա իմ երեսին դա տենում ես, սա վերջը չի, սա խափանվելու է, սրան չնայես, նայիր նրան, որ հետո գալու է։ Սուրբ Գիրքն այդպես է ասում։ Չեք հավատում, գնացեք կարդացեք։ Ասում է Մովսեսը քով էր գցում իր երեսին, որպեսզի Իսրայելի որդիները չնայեին շղթականով խափանվելիք բաների վախճան, այսինքն սա խափանվելու է, սրան չնայեք հանկարծ, սա գրով փորված օրենք է, ես նոր հանդիպումից եմ սա ստացել, հիմա փայլում եմ, բայց սա չի, սրան չնայեք, սա վերջը չի, հետոին նայի, հոգու պաշտոնն է գալու, ամեն, դիմանայք, սա մահի պաշտոնը գրով քարերի վրա փորված, փառքով եղավ, ստեղ գրած է։ Փառքով եղավ, ասում դա էլ է փառքով, Մովսեսի երեսին փառք էր իջել, ամեն, բայց տեսեք Առաքյալն ինչ է ասում, որ խափանվող էր, հեսա, չեմ էլ տերում, որ էլ չեմ գցել, Մովսեսի նրա երեսի փառքի համար, որ խափանվող էր, որքան ավելի հոգու պաշտոնը փառքով պիտի լինի, հիմա նայեք, եթե գրով փորված, եթե սպանողն այդքան մահի պաշտոնը, որ ով որ չանի մեռնելու է Աստծո խոսքը այդ ժամանակ, եթե ասում դա այդքան փառավոր էր, տապավորվել էր, թափել էր այդքան Մովսեսի վրա այդ փառքը, բա ու դա խափանվող էր, դա վերջնականը չէր, հավիտենականը չէր, բայց որքան ավելի հոգու պաշտոնը, որ դուք ունեք սիրելի նոր կտակարանի սուրբեր, մեծ ապարի Հիսուսի, որչափ ավելի այս պաշտոնը իմ ու քո համար հարքով և հարավոր է լինելու և մենք ընդեղ գրում էր Պողոսը մեզ նոր կտակարանի պաշտոնյաներ արել նոր կտակարանի, մի հատ ասա նոր կտակարանի և մենք այդ նոր կտակարանի այդ նոր ուխտի մեջ ենք Տեր Աստված ես ուզում եմ ծառայեմ նոր կտակարանի պաշտոնով ես ուզում եմ ծառայեմ նոր կտակարանի հոգով Ես ուզում եմ ծառայել կյանքով, մարդկանց կյանքերը փոխելով, լծված քեզանից պաշտոնի փառքով։ Աստված քեզ մի հատ պաշտոնի մեջ է դրել, որ ասում է, այդ պաշտոնից ավելի ուժեղ փառավոր պաշտոն չկա, գոյություն չունի։ Ուզում ես հավատա, ուզում ես չէ։ Բայց խնդիրը չապրելու մեր նրանից է, որ մենք չենք հավատում։ Կարող է մենք հիմա նայենք կոշիկների, նայենք շորերի, նայիմ ունեցվածքի, ասեք քեզնից ինչ պաշտոնավոր, փառքի մեջ ապրող մարդ, բայց փառք Հիսուսին, որ նրա չափանիշները լրիվ այլ է մարդկային մտածելակերպի չափանիշներից։ Ես ու դու ապրում ենք հոգևոր, հոգու պաշտոնի փառավոր վիճակի մեջ։ Ուզում ես, ուզի, չես ուզում, սա է իրականությունը։ Ամեն, համաձայն է սրա հետ, սիրիր հոգևոր, ասես ուզում եմ դա, ես ուզում եմ հոգու պաշտոնի մեջ ծառայեմ, որ հոգի փոխանցը, ես ուզում եմ հոգու պաշտոնի մեջ նստած, որպեսի, դիտեք ուրբաթ օրը զրույցի ժամանակ հինգշաբթի օր Աբրահամ Եղբորետ ասում է ինչ էր ասում Հիսուսը երբ որ խոսած սատանայի թագավորության մասին, շատերը չեք լսել, դրա համար եմ ասում, կարևոր է կապ ունի թեմայի հետ։
Ինչ է ասում Հիսուսը, նայեք, Հիսուսը խոսում էր սատանայի թագավորության մասին, դևերին հանում էր, քշում էր դևերին, հիվանդությունները բժշկում էր, կրոնավորները, փարիսեցիները, կեղծավորները ասեցին դու դևերի իշխան Բեելզեբուղով ես էդի անում։ Ասին թե չէ։ Հիսուսն ասեց, ես Աստծո մատով եմ անում, կարճ եմ պատմում ուղղակի։ Ես Աստծո մատով եմ անում սա։ Ու մի հատ բան պատմեց իրականություն դրանից հետո։ Ասեց, եթե մեկը զենքերը իր վրա առած նստած է, իր տունը պահում է, իր ունեցածը մնում է խաղաղության մեջ։ Սատանայի մասին է խոսում։ Նրա թագավորության, այսինքն սատանան այս ամբողջ աշխարհին ավռը արել, թալանել է, չէ՞։ Լիքը հավատացյալների կյանքերը հետը թալանել է, ու պահում է, չի տալիս հետի։ Ինքը Հիսուսը որ խոսում է սատանայի մասին, թագավորության, ասում է, պատկերացրեք մի հատ զորավոր մեկը։ Ինքը խոսում է սատանայի մասին։ Բայց ասում է ո՞նց է տեղի ունենում, երբ որ դու թալանում ես իրան։ Ասում է գալիս է իրանից ավելի մի հատ զորավոր։ Առաջի գործը որ անում է, այդ տան տիրոջը կապում է, ասում է։ Սատանային կապում է, եւ սատանան ինչ որ թալանել էր, դարել շարունակ, ասում է, այդ դրանք վերցնում է մարդկանց հոգեվոր բաները ու բաժանում է ավարը, բաժանում է մարդկանց։ Հասկանում եք, հիմա ինչն է հարցը։ Մեկ բան կա, որ սատանայի թագավորությանը կարում է հաղթի։ Մեկ բան կա, որ սատանան որպես զորավոր մեկը իրան կարում է կապի։ Դրա անունը Աստծո արքայությունն է։ Ամեն։ Ու ես բոլորիս համար ասում եմ, Հիսուսը սենց ասեց, եթե ես Աստծո մատով եմ անում, ուրեմն Աստծո արքայությունը հասել է ձեր վրա։ Ամեն։ Ես հրճակում եմ, ասում եմ, ընդունի, խնդրում եմ։ Աստծո արքայությունը հասել է իմ ուղու վրա։ Աստծո արքայությունը հասել է մեր տների վրա։ Աստծո արքայությունը հասել է մեր գործերի վրա։ Աստծո արքայությունը հասել է մեր ծառայությունների վրա։ Հասկանում եք ինչ է սա, երբ որ Աստծո արքայությունը հասնում է մտեղ, սատանայի թագավորությունը սկսում է քանդվել։ Սատանան կապվում է եւ իր ունեցածը սկսում է թալանվել իրանից ավելի զորավորի կողմից, որի անունն է Հիսուս Քրիստոս։ Ու իմ ու քո պարգևները, ծառայությունները, պաշտոնները, հոգևոր մտածելակերպը, սուրբ ապրելը, լիքը բաներ, ունեցված, փող ամեն ինչ, օրհնություններ կարող մտնի սրա մեջ, որ սատանան գողացել է շատերի ուրախությունը, շատերի ներքին խաղաղությունը, շատերի, չգիտեմ, ունեցած էս այդ հաջողությունը գողացել է, Աստծո արքայությունը հասնում է տեղ, կապում է սատանային։ Եվ իր ամեն ունեցածը վերցնում է, ասում է, օրինակ, իմ վրա ասեմ, չասես քեզ իմ վրա օրինակ բերում։ Ասեն, էսի քոնն էր, սատանան տարել էր, էս 10 տարի է վերցնում։ Ասեն, էսի քոնն էր, սատանան տարել էր, էս 50 տարի է վերցրու էսի։ Աստծո արքայությունը պիտի հասնի։ Պիտի հասնի տեղ, պիտի հասնի իմ ու քո կյանքերի վրա, որպեսզի սատանան սկսի փախնել, կապվի։ Այդ պարագայում է մենակ ուրիշ ձև Հիսուսը չի ասել։ Գիտեք, երբ որ Տեր Հիսուսը սկսեց քարոզել, նա ուղղակի չէր քարոզում։ Նա ավետարան չէր քարոզում, նա ասում էր ես արքայության ավետարան եմ քարոզում։ Նա գիտեք կա ավետարան չոր, գրի ավետարան գրած է։ Եվ կա արքայության ավետարան, որը հոգու պաշտոնի ավետարանն է։ Այսի երբ որ տեղը հասնում, սկսում են դևերը փախնել, սկսում են կապանքները քանդվել, սկսում են անեծքները քանդվել, սկսում են անհաջողությունները հեռանալ, օրհնությունները օրհնության ֆուլ փաթեթը սկսում է գալ, սենց ընկնում է քո հետևից, ասում Արմեն կթողես օրհնեմ քեզ, երկինքն ինձ ուղարկել է, որ փաթաթվեն ոտերին։ Թող փաթաթվեն քեզ, թող լցվեն գրպաններդ, թող լցվեն կյանքդ Արսեն, թող բոլորը դու քո անունը դիրու ասան։ Ամեն։ Ուզում եմ խոսել կերոնի մասին, հասկանում ես ինձ, մի հատ ասա, այո հասկանում եմ։ Սա էլ փակի Ելեն ջան։ Այդտեղ ինչ համար եմ ասել էր գցի։ Գաղատացիս 5:1 ասում է այն ազատությունով, որ Քրիստոս մեզ ազատեց, հաստատ կացեք եւ դարձյալ ծառայության լծի տակ չմտնեք։ Հիմա նայեք, եթե եկեք նայեք լուծ բառը։ Ինչ է լուծը։
Էմիլիա, Սերգեյին ասա ինչ է լուծը։ Այդ մարդը ռուսը նորի մանա։ Ինչ է լուծը։ Լուծը դրվում է մարդու վզին այստեղ։ Են ավելի հին մարդիկ գիտեն, եզներին լուծ էին դնում, որ դրանով արան են։ Որ հələ դետե, կատե, տրակտոր բան չկար, Բելարուս։ Դնում էին, որ վարան էին, ամեն։ Հիմա, Աստվածաշունչը խոսում է լուծի մասին, բայց թե խոսում է ծառայության լուծի մասին։ Եթե Աստծո մարդու հավատացյալի, ծառայողի, պաշտոնյայի իր ծառայությունը իր համար բեռա եւ սխալուց, նա Իսուր է դառնում։ Եթե դա կայոնից ազատ մարդը ինքը հաճույքով է անում իր ծառայությունը։ Կայոնից չազատ մարդը, կայոնավոր մարդը, կայոնի միտք սահմանափակ, տափակ, յաշիկ, եռանդյունի, քառակուսի, չգիտեմ, ունեցող մարդը ինքը զորով է անում, բայց ամեն կերպ ցույց է տալիս, թե օրհնիքս։ Շատ ապարտ Տիրոջը, հալելույա, ամեն։ Հասկանում եք, արտաքին ինչ որ բան է հաղորդում իրան։ Հիմա Պողոսն ասում է, դուք ազատվել եք դրանից։ Ես շատ կարճ եմ խոսում այս համարի մասին։ Դուք ազատվել եք, Քրիստոսը ձեզ ազատել է, հիմա տեսեք, որն է պահանջը մեզանից, ասում այդ ազատության մեջ հաստատ կանգնեք, մնացեք, չփորձեք մտնել որևէ բանի լուծի տակ, դուք ազատվել եք, նայեք որն է վախը, որ կարող է մարդը վերադառնալ իր հին տեղը, որտեղից որ Աստված իրան ազատել է։ Մարդը վերադառնա նույն հին կյանքին, որտեղից որ Աստված իրան հանել ու ազատել է։ Սա ուրիշ առումով ասեցի, բայց նաև ծառայության առումով, եթե դու լուծ ես, կա ճիշտ լուծ, Հիսուսի լուծը քաղցր է, թեթև է, համով է, ուրախացնող է, հանգստացնող է, բայց ծառայության լուծը բեռը տանջանք ունի իր մեջ, տխրեցնում է, տրտմեցնում է, սիրտ չուրախացնում, զորով ստիպողաբար բան կա մեջ է, հասկանում ենք իրար, Մատթեոս 6-րդ գլխում ես 3 տեղ եմ հանել, Տեր Հիսուսը սենց ասում։ Մի անգամ թեթև ասել եմ այս մասին, ես վերջին։ Ասում է, երբ աղոթք անեք, երբ ողորմություն անեք, երբ ծոմ պահեք։ Ամեն։ Գիտեք, երբը եթե չի։ Գիտեք երբը ինչ է։ Բնագրում ինքը ինքը երբը նախ խոսում է ժամանակի մասին։ Հայերենում ինքը ժամանակի է պատասխանում, չէ։ Դու կարող օրինակ մեկին ասում ես պետք է տեղ գնանք։ Առաջին տրամաբանական հարցը երբ։ Ուր։ Չէ։ Հիմա Հիսուս ասում է երբ ողորմություն կանես, այսինքն հունարենում կամ հրեաների համար այս խոսքը կոնկրետ, որ մենք երբ ենք թարգմանել որպես բառ, երբ բառը, իրանց համար լայն մեծ նշանակություն ունի, եսա։ Երբ քո սրտի մեջ, քո ներսի հոգուց, առաջնորդություն, ցանկություն, հաճություն կզգաս տվյալ բանը անելու համար։ Սա կայոնից դուրս է։ Չլսան ինչ եմ ասում, երբ քո ներսում, քո հոգու մեջ, քո սրտի մեջ, քո ցանկությունների մեջ, քո մտքի մեջ հաճություն կզգաս, առաջնորդություն կզգաս տվյալ բանը անելու համար, օրինակ ինչ, ողորմություն անել, օրինակ ինչ, աղոթք անել, օրինակ ինչ, ծոմ պահել, սա է ասում Հիսուսը, ես չեմ խոսալու դրանց հետևանքների մասին, իմ թեմային չի վերաբերվում, հետքան որ խոսանք մի օր կմնանք ստե Իմ թեմային չի վերաբերում, բայց իմ ասածն է սա։ Կանոնավոր մարդը երբ պետք է աղոթում է։ Հասկացա՞ք։ Աղոթում են աղոթում է։ Երբ պետք է աղոթում է։ Ազատ մարդը, հոգով ազատ մարդը, աղոթում է, ծոմ է, պահում կամ ինչ որ բան անում այն ժամանակ, երբ որ իրան ներսի հոգին, այն պաշտոնը հոգին, որ ինքը ստացել է, երբ որ էդի իրան մղում է դա անելու, ինքը այդ անելուց հաճույք է ստանում, ինքը հաճություն ապրում, իր սիրտ ուրախանում է դա անելուց, սա է երբը, Հիսուսը չի ասում, եթե աղոթեք, եթե ծոմ պահեք, երբ որ, այսքան այն ժամանակ, գիտեք դրա համար աղոթքներից, ես չեմ
ազատության դեմ, դևի դեմ վրա աղոթելու մասին, սրա մասին խոսքս չի։ Սա պիտի արվի։ Ես խոսում եմ, երբ որ դուք համար Աստծուց բան ես ուզում։ Ես խոսում եմ, երբ որ դու ուզում ես հարաբերում ես Աստծո հետ։ Երբ որ դու աղոթում ես, ուղղակի խիղճդ հանգստացնելու համար, որ հավատացյալ ես այսօր էլ անցավ գիշերը, կայնի մի երկու բառ մի բան ասեմ, խիղճս հանգստանա քնեմ, գիշերը վատ երազ մերաշ տենամ հանգարց։ Առավոտ չեմ տենամ մի բան էլա։ Սա կերոն է։ Սա կերոն է, որ քո ներսը չի համապատասխանում դրան։ Ես այս երբը, եթե ինձ հասկացար, միած հենց արա, եթե հասկացար երբ ինչ է, ես այս երբն եմ խոսում բոլորիս վրա։ Որ իմ ու քո աղոթքը լինի Հիսուսի ասած երբից։ Որ իմ ու քո ծոմ պահելը լինի Հիսուսի ասած երբից։ Մի հատ ծոմի համար շատ եմ հարցնում ծոմի մասին, այս վերջերս էլ հարցրեցին ծոմ ոնց պահենք եւ այլն, ոնց է ճիշտ եւ այլն, ուզում եմ ուղղակի ասել նորից 3 րոպե կխլեմ քեզանից։ Ծոմի համար ասելու։ Բոլորը գիտեն, գրեթե բոլորը գիտեն Եսայի 58-ում ինչ ծոմապահության մասին է խոսում եւ այլն, բայց ես սա եմ ասել տարիներ առաջ, բայց հիմա եմ ասում։ Բայց ես ուզում եմ խոսալ Հովելի մարգարեությունից մի հատ հետաքրքիր ծոմապահության մասին, որին Աստված իր հավանությունը տվեց։ Հովնան, ներողություն, Հովել ասեցին, Հովնան մարգարեի։ Աստված Հովնանին ուղարկում է, որպեսի գնա Նինվե քաղաք, Նինվեն Ասորեստանի մայրաքաղաքն էր այդ ժամանակ ու ուներ մոտավորապես 120,000 բնակիչ։ Ըստ ավելի խորը եբրայագետերի, Սուրբ Գիրքը, որ ասում է, այս քաղաքում կա 120 մարդ, որ իրանց աջ ու ձախը չեն տարբերում, որոշ եբրայագետ աստվածաբաներ ասում են, որ դա մենակ փոքր երեխեքի թիվն է, բայց ես հավատում եմ նրան, ինչ որ գրած է, 120,000 մարդ Նինվե քաղաքում, ամեն։ Հիմա ասում է, Հովնանը փախնում էր, բայց երբ որ եկավ այդ քաղաք, այդ չպատմեմ ձկան փոր եւ այլն, որ եկավ այդ քաղաք ու սկսավ քարոզել, որ դուք պիտի ապաշխարեք, որ Աստծո դատաստանը չգաց այդ քաղաքի վրա, որտեղ Աստված ասել գնա քարոզի, թող ապաշխարեն, որ ես Նինվե քաղաք, դրա համար ասորիները պետություն չունեն։ Իոսիֆից ներողություն վաղոճան, բայց իրականությունը, դրա համար իրանք պետություն չունեն։ Հասկանանք, մեծ հզոր թագավորություն են, պետություն են եղել, բայց կործանվել են հետո։ Այդ պահին Աստված չկործանեց, բայց պատմություն կա, որ ժամանակներ հետո Նինվեն կործանվեց, Ասորեստան այդ ամեն ինչը։ Հիմա տեսեք ինչ տեղի ունեցավ, ասում է, երբ որ ուշադիր լսիր։ Ասում է, երբ որ Նինվեի թագավորը այդ քաղաքի լսեց, որ Աստված ուզում է Նինվեն կործանի, ասում է, ծոմ հայտարարեց։ Տեսեք ինչ է գրում։ Ասում է, մարդիկ, անասունները, ինչ կենդանական շունչ կար այդ քաղաքում, պետության մեջ, լրիվ մտան ծոմի մեջ, հրաման հանեց անասուններին, գառներին, կովերին, հավերին, հնդուշկեքին, բադերին, չգիտեմ, էշերին, ուխտերին, ոչ մեկին, ոչ մի կերակուր չեք տալիս։ Ամբողջական մտան ծոմապահության մեջ։ Մի հատ գերազանց խոսք կա, որը ցույց է տալիս մեզ, որ ծոմը չուտել չխմելով չի, որ եթե չուտել չխմելը դա կրոն է։ Գիտեք խի, որտեղ այդ երբից չի եղել էդի։ Այդ երբը չի առաջնորդել քեզ էդի անելու։ Ու ասում Աստված ասեց, ու ասում Աստված տեսավ, էլ չի խոսում չուտել չխմելու մասին, մի հատ հիանալի բան է գրում Աստված։ Ասում եւ Աստված տեսավ, որ ամեն մարդ իր ձեռքերի մեջ եղած չարությունից ետ դարձավ։ Այսինքն, չուտել չխմելու հետ միասին պետք է նախ լինի ծոմի ժամանակ ինչ որ ցանկություններից, բաներից, վատ բաներից, գործերից, քո, չգիտեմ, նախասիրություններից հրաժարվելը։ Ասում Աստված տեսավ, որ ամեն մարդ Նա տասա ամեն մարդ։ Հիմա տեսակ, որ ամեն մարդու ձեռքի մեջ ինչ որ բան կա կյանքում, որից ինքը պիտի ապաշխարի։ Ասում տեսա, որ ամեն մարդ, այսինքն որոշում արին, հասկացան, որ կովի խոտ ուտել չուտելով չի, որ Աստված նայելու ասի չեմ պատժում։ Մարդու հաց ու ջուր ուտել չխմելով չի, որ Աստված ասել է չեմ պատժում։ Որոշում արեցին, մենք մեր չար ճամփաներից հետ ենք դառնում, ու ասում Աստված
Նինվեն չկործանեց։ Ուզում ես սա։ Նույն բանը այսօր մեզ կա, նայեք, եթե մեր ներսում կրկնում եմ, մեր ծառայությունները, մեր արած զոհաբերությունները, մեր ծոմերն ու աղոթքները, այդ երբից չի, այն որ բացատրում եմ այդ երբը, մնացածը կերոն է, և եթե կերոն է, Աստված ըտենց կլնդենեն կասեր, ես մի նախադաշություն եմ իրանից ասում, չիմանակ իր ասացից երկոս, կլնդենենը կասեր Աստված, ըտենց ականջ չունի, որ էպի լսվի, ասում Աստված դրա որ ականջ չունի, ամեն, մեկ կերոնի համար, Աստված ականջ չունի, Աստծո ականջը ազատությունից, պաշտոնից, կյանքից, երբից, հաճությունից, սիրովից, արվող ծառայությունների ու մնացած բաների վրա որ ինքը լսում է և թափում է իր օրհնությունը, որ ինքը լսում է և պատասխանում է երկնքից։ Աստված սա է ուզում։ Քանի հոգի են հասկանում իրանք ով են Աստծո տան մեջ։ Քանի հոգի են հասկանում Աստված իրանց ինչի համար է կանչել։ Լավ է, չէ, գրեթե բոլորս հասկանում եք գրեթե։ Բայց հիմա որ ասեմ ձեռները կքչանա։ Քանի հոգի են պատրաստական, ներսով ըմբռնած ու հասկացած, որ ես գնում եմ իմ կոչման հետևից։ Ես պիտի գնամ նրա հետևից։ Ձեռները կքչանում եմ։ Բավականին կքչանում եմ, և Տերը օրհնի քեզ, որ չես ուզում ձևանես։ Հիմա ես քեզ ուզում եմ հարց տամ, մոտս գրել եմ։ Եթե ես Արսեն եղբայր, այդ քո ասած երբը չունեմ, որ դու բացատրում էիր այդ, երբ որ ես կանես, այդ ազատությունը չունեմ, արդյոք պիտի աղոթեմ, արդյոք պիտի ողորմություն անեմ, արդյոք պիտի եկեղեցի գամ, օրինակ ամեն առավոտ, ինչ որ մեկը ասենք թե պատկերացեք, զանգում անձի զորով անում ասում եմ տեթանք եկեղեցի, ես էլ զորով գալիս եմ, չեմ ուզում, բայց գալիս եմ, օրինակ, արդյոք պիտի գամ, այո, որովհետև, լիքը բաներ կա մեր կյանքի մեջ, անելով, լսելով, կատարելով, սովորելով ենք հասկանում, որ դրանից ազատվենք, որտեղ այն ինչ, որ ես ասում եմ, որ թեկուզ երբից չի, բայց երբ որ դու անում ես դա վարժանք է քո համար, քո հոգու համար, քո մտածելակերպի համար, որից դու շատ շուտ կարաս ազատվես ու մտնես դրա մեջ։ Ամեն, հիմա, օրինակ, փող ենք հավաքում, օրինակ եմ ասում, ընծա ենք տալիս, ես օրինակ եմ ասում, տալիս եմ 200 դրամ, օրինակ, 1000 դրամ, սրտաշ չեմ տալիս, տամ թե չտամ, օրինակ, տամ թե չտամ, ես ասում եմ տուր սովորի, ես ասում եմ տուր վարժվի, մի անգամ էլ եմ ասել, եթե անգամ մեկին ուզում ես օգնես, Ատեն շատ սրտաշ չես օգնում, գոնե մտածի այն ուղղությամբ, որ հիմա սրտաշ չեմ անում, միգուցե սրա համար Աստված ինձ չօրհնի, չստանամ էսի, բայց գոնե եղբայրս քույրս թող օգտվի։ Թող իր հարցի պատասխանը գա։ Հասկանում եք ինչ եմ ասում, բայց այս բաների անելու ժամանակ մենք ազատվում ենք, մենք վարժվում ենք, մենք գնում ենք հոգևոր բաների մեջ սիրելիներ։ Ինչ հետաքրքիր մտածելակերպ է, չէ՞, որ մարդը օրինակ Ես հիշում եք 2-3 իրակի առաջ ասեցի, որ Աստծո հետ առևտուր մի արա։ Առևտուր չանես իր հետ։ Մենք ինչ անում ենք, երկրը պագում ենք Տիրոջը։ Նրա հետ պետք չի առևտուր անել։ Էլի խոսք կա Տերելեն ջան։ Էսի նույնը, սրանք ասեցի արդեն աղջիկս։ Չկա է։ Լավ է որ չկա, ես կասեմ։ Տեսեք ինչ եմ գրել։ Կերոնը առաջ կգնա, ուշադրի լսիրից։ Կերոնը, կերոնավոր մարդը, կերոնավոր մարդու ծառայությունը առաջ կգնա, բայց իր կյանքը շատ կարճ է։ Պողոս առաքյալը Տիմոթեոսի մեջ մի հատ խոսք ասում, ուշադրի լսիր։ Խոսում է մոլորեցնողների մասին, խաբողների մասին,
մեղքի մեջ ապրողների մասին, ու հետո 5 կտակարանից օրինակ է բերում Տիմոթեոսին, ասում է, ինչպես որ Հանեսն ու Համրեսը հակառակ կեցան Մովսեսի, այնպես էլ հիմիկվա մարդիկ են լինելու, բայց այնտեղ մի բան կա գրած։ Ասում է, նրանք առաջ են գնալու, մոլորելով եւ մոլորեցնելով։ Բայց վախճանը մոտ է։ Սուրբ Գիրքը մեզ ասում է, հնարավոր է, որ սուտը, կեղծիքը, կրոնը, մոլորությունը դու տենաս ինչ-որ մարդու կյանքում, հիմա իբր չակերտավոր հաջողված է եւ առաջ է գնում, բայց Սուրբ Գիրքն ասում է, դրանց կյանքը կարճ է, ինչպես որ եղավ Մովսեսի դեմ հրլողների համար, հիմա դեմի մասին չեմ խոսում ես, այն բանի մասին, որ մարդը ապրում է կրոնի մեջ, որ մարդը ապրում է կեղծիքի մեջ, որ ինքը իր սրտին հաշվետու չի, լսա՞ր ինչ ասիր։ Դու քո սրտին հաշվետու չես, կամ քո սիրտը քեզ հաշվետու չի։ Դու քո համար, ես ասում եմ, մարդը միջև ինքը իրան աչոտ տալ չսովոր, ինքը ոչ մեկին աչոտ չի տա։ Նախ դու քո առաջ պիտի կարենաս կանգնես, որ հետո նոր կարենաս կանգնես Աստծո առաջ կամ մյուսների առաջ։ Ամեն։ Ասում եմ, կրոնավոր մարդը արտաքուստ ցույց է տալիս, որ իբր ամեն ինչ լավ է։ Եվ ցավոք սրտի, դժբախտաբար բավականին մարդիկ հավատում են դրան։ Բավականին մարդիկ, բայց Սուրբ Գիրքն ասում է կարճ է դրա կյանքը։ Հաջորդ բանը, որ գրել եմ, ասում եմ, ուշադրի լսիր, ասում եմ, ազատն այն մարդը չի, այսինքն կրոնից ազատ մարդը, հոգու պաշտոնի մեջ, ազատության մեջ ապրող ու ծառայող մարդը, այն մարդը չի, որ խախտում է Աստծո կարգը, այլ այն մարդը, որ ով ազատ է, Աստծո կարգը խախտելու ցանկություն չունի։ Հիմա ինչի համար եմ սա ասում, կարող է լավ չկարտացի, լավ չեմ տենում, բայց կասեմ տոշնի ավելի։ Հիմա կա մարդ, օրինակ, ինքը սխալ է անում, խախտում Աստծո կարգը, հանդիպել եմ լիքը, ասում ես ազատ եմ։ Ազատն այն չի, որ հանգիստ խախտում Աստծո կարգը։ Ազատն այն մարդն է, ով որ խախտելուց է ազատ, ինքը խախտելու ցանկություն չունի, հասկանում եք ասածս ինչ է։ Եթե դու անպայման ուզում ես հակառակես կամ խախտես, նշանակում է դու կապված ես, դու չես կարող չխախտես։ Դու ազդեցության տակ ես, լավ եմ ասում, հասկանալի է։ Իսկ իսկական ազատն են, ով որ խախտելու ցանկություն չունի։ Այն մարդը ազատ մեղքից, ազատ անաստվածային բաներից, որ իր վրա ճնշում չունեն, ինքը ազատ է դրանցից, դու չես կարող Աստծուց ազատ լինել։ Լսեցի՞ր։ Դու պետք է ազատ լինես կեղծիքից, մեղքից։ Ամեն անաստվածային բաներից, այս սրանցից մենք պիտի ազատ լինենք, ոչ թե ազատ լինենք Աստծո կարգը խախտելու մեջ։ Օրինակի համար, խախտում ասում ես ազատ եմ։ Իրան թվում եք շատ հանգիստ կարանի է։ Ամեն։ Կրոնավոր մարդը ավելի շատ հետևում է մարդկային կարգերի, մարդկային ասածների, քան Աստծո ասածին։ Մի օր Պետրոսին, Հովհաննեսին կանչեցին Ատյանը։ Գրված է Գործք առաքելոց 5:29 մտեղ չկա Հեղեն ջան։ Եվ նմանատիպ միտք կա նույն Գործք առաքելոցի 4:19-ում։ Ասում է առաքյալներին կանչին ծեծեցին։ Պատժին ասին սրանից հետո այդ չլնենք չիմանանք դուք Հիսուսի անունով բան քարոզեք։ Ասում առաքյալներն ասին մի հատ դուք ձեզնից հələ դատեք էլի։ Մի հատ կշռադատեք։ Ում է պետք ավելի լսել Աստծուն թե մարդուն։ Սա Պետրոսის պատասխանն էր Ատյանի ղեկավարներին։ Հասկանում եք իրար։ Աստծուն ավելի է պետք լսել, քան մարդու։ Ամեն, բայց կրոնավոր, կրոնից սենց կրոնի մեջի մարդը, ինքը ուզում է մարդուն հաճելի լինի։ Ինքը մենակ մարդու ասած է ուզում անի, Աստծո ասած իրան հետաքրքիր է, ուշադրի լսիր։ Պողոս առաքյալն ասում է, եթե մարդկանց հաճելի լինեի, էլ Աստծո ծառա չէի լինի։ Գիտեք ինչ կա դրա մեջ։
մի հատ իրադրությունը պատկերացրեք։ Փաստորեն Պողոսը մեզ ասում է, ինչի է կապում ծառայության հետ։ Ասում է, եթե ես ուզենամ մարդկանց հաճելի լինել, ուրեմն ես այդ մարդկանց ազդեցության կամ ճնշման կամ իշխանության տակ եմ, որ ծառայում եմ իրանց հաճելի լինելու համար, ոչ թե Աստծուն, բայց ասում այս մարդկանց հաճեցնելուց, այսինքն մարդկանց ծառա լինելուց ազատ եմ, որտեղ ես Քրիստոսի ծառան եմ։ Ես Քրիստոսին եմ հաճեցնում։ Հիմա տեսեք, այն մարդկանց ումը, որ դուք ուզում եք հատուկ հաճեցնեք, ուզում եք դրա անունը դրեք քաղաքավարություն, ինչ ուզում եք դրեք, դուք ձեզ խափում եք։ Ասախի, որտեղ դու ուզում ես հաճոյանաս կամ հաճեցնես միայն այն մարդկանց կամ այն ժամանակ, ումից որ դու ճնշման կամ ազդեցության տակ ես։ Եվ Պողոս առաքյալը դրա անունը դնում է ծառայություն մատուցել մարդուն։ Լավ բացատրեցի ինչ ասում Պողոս առաքյալը։ Դա է ասում։ Եթե դու ուզում ես մարդուն հաճոյանաս, դուք հասկանում եք, բայց ինչի մասին եք խոսում, ես քաղաքավարության դեմ չեմ խոսում։ Ես դեմ չեմ նրան, որ մենք իրար պիտի լավ լինենք, իրար հետ հյուրասիրենք եւ այլն հարգենք իրար։ Ես խոսում եմ նրա մասին, որ մի կողմում էսա, մի կողմում էսա։ Աստված էլ է խոսացել մի հարցի շուրջ, մարդն էլ է խոսացել մի հարցի շուրջ։ Դու ում ես հաճեցնում, ում ասածով ես ուզում շարժվես։ Սրա մասին է խոսքը։ Եթե ուզում ես շարժվես Էլենչոյի ասածով, 100%-ով իմացիր, Էլենչոն քո վրա ազդեցություն ունի, դրա համար դու ծառայություն ես մատուցում, որ չջղայնանա։ Պողոսն ասել, գնացեք կռվեք Պողոսի հետ։ Եթե տենց եք ուզում ընդունեք։ Եթե չէ, ուրեմն հավատացեք, տարբերակ չկա։ Ամեն։ Եվ ևս մեկ բան ու կաղոթեք։ Գաղատացի 4:31-ն ասում է մենք իմ հետ կրկնի էլի հենց ուժեղ խոսք կա։ Ասա մենք աղախնի որդիներ չենք, այլ ազատի։ Ամեն, ով է ազատը։ Հիսուսը, մենք, երկինքը, Իսահակը, ամեն պարագայի մեջ վերում անում։ Դու Հագարի հետ կապ չունես, դու Իսմայել չես, դու կապ ունես Սարայի հետ, ամեն, դու կապ ունես Աբրահամի հետ, դու կապ ունես Իսահակի հետ, որից եկավ ծնվավ Հիսուս Քրիստոսը։ Եվ մենք այդ ազատի որդիներն ենք։ Ես ուզում աղախնի մտածելակերպի մեջ մնաս։ Խեսդ, գիտեք, դրա մեջ հոգևոր խեղճություն կա։ Գիտեք, աղախնի մտածելակերպեն չի, որ հիմա այդ հաստում կարող է ուտելու բան չկա։ Ու կարող է 1000 դրամ էլ այսօր չունենաս, բայց դու երբեք աղախնի պես չմտածես։ Կարող է 1 միլիոն ունենաս, բայց աղախնի պես մտածես։ Վաղշը խապ չունի դրա, դա ներսի տեսակ է, մտածելակերպ է, հոգի է, որակ է, հասկացողություն է, ներքին ըմբռնում է։ Ամեն, մենք ազատի որդիներ ենք։ Մի հատ էլ ասա, ազատի որդիներ ենք։ Մենք աղախնի որդիներ չենք, մենք ազատից ենք, Հիսուսից ենք, խոստումի որդիներ ենք։ Եվ մենք պետք է ապրենք, գործենք ու ծառայենք հոգու, կյանքի փառավոր պաշտոնի մեջ։